Հրապարակը գրում է Գյումրեցի որոշ թեկնածուների պատերին ծեփելու, ասֆալտին փռելու Փաշինյանի սպառնալիքներից մեկ օր անց իշխանությունները 3 մասսայական խուզարկություններ իրականացրին թեկնածուների գրասենյակում։ Մարտուն Գրիգորյանի որդուն ու հորը ձերբակալեցին, թերթը տեղեկացել է, որ իրավապահները հրահանգ են ստացել ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջեցնել Գյումրիում, այնտեղ կլինեն նաև ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տերոր իրականացնելու եւ ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։ Գյումրուց 3 նաև ահազանգ ստացանք, որ թաղային հեղինակությունների միջոցով փորձում են ներազդել ընտրելու իրավունք ունեցող արցախցիների վրա, բայց ընդդիմությունն էլ է հակաքայլեր մտածել, տեղեկացանք, որ հերթապահելու են Հայաստան-Վրաստան սահմանին, որ բռնացնեն, բացահայտեն Ախալքալաքից Գյումրի տարվող ընտրողների ավտոբուսները, ըստ լուրերի ընտրողների տեղաշարժի կազմակերպիչը Սարիկ Մինասյանի մտերիմ Արման Սահակյանն է, Շիրակ թիմի սեփականատերը։ Ժողովուրդը գրում է Կիրակի Գյումրին քաղաքապետ կընտրի ու ամենայն հավանականությամբ այդ մարդը կլինի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ճիշտ է, ըստ տարբեր հարցումների ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն առաջատարն է, բայց 50 գումարած ձայն չի կարող հավաքել, երկրորդ տեղը հստակ Ղուկասյանինն է, ով ինքնաբերաբար ընդդիմության լիդեր է դառնալու ու ավականու մանդատ ստացած մյուս ուժերի։ Վարդան Ղուկասյանին միանալու դեպքում նա հերթական անգամ կզբաղեցնի քաղաքապետի աթոռը։ Վերջում հավելենք, որ սոցիոլոգիան իհարկե կարևոր է, բայց ընտրողը գյումրեցին է ու ինքն է որոշելու, թե ով է գլխավորելու քաղաքը, ըստ թերթի Ղուկասյանը արդեն իրեն քաղաքապետ է պատկերացնում ու դա անթաքույց է։ Հրապարակն էլ գրում է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները 3 առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը, ապա համայնքապետարանի մի քանի աշխատակիցների եւ փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի տները։ Կոմիտեից հրաժարվել են մանրամասներ հաղորդել, հայտնել են միայն, որ քրեական վարույթը կաշառք տալու եւ ստանալուն է վերաբերում։ Իշխանափոխությունից հետո ՔՊ-ի շարքերը համալրած Ահարոն Խաչատրյանը մարզի հեղինակությունների կամակատարն դարձել, բանն այն է, որ Փեսան դստեր ամուսինը քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է Մինասյան Ռոմիկը, անգամ լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ, թերթին ասել են, որ այդ մասին նաև իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյանները ընդդիմություն չեն, որ թևերը ոլորեն ու հեշտ ու հանգիստ բանտ տանեն։ Հակառակը Ամռանը Սևանում կատարված սպանությանը մասնակցած Լևոն Բանդուրյանին վերջերս դատարանը կալանքից ազատեց, տնային կալանք սահմանեց, գրում է թերթը։